Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Եկեք մեր փառաբանությանը մի հատ ծափարենք։ Տերը ձեզ օրհնի շատ, ապրեք, շնորհակալ ենք շատ։ Հրաշալի փառաբանություն, երկրպագություն։ Փառք մեր Տիրոջը։ Ուզում եմ մի հատ կողքինից ժպտաս, էլի։ Մի հատ ջերմ բառ ասա, մի ջերմ բան ասա, մի լավ բան ասա կողքինիդ։ Հալելույա։ Տերը օրհնի քեզ իմ աղբեր։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տեր Հիսուսին։ Հալելույա։ Ասма ժպտա քեզ սազում է ժպիտ։ Ժպիտը բոլորին սազում է, փառք Աստծուն։ Տերը օրհնի, շատ ուրախ եմ ձեր մեջ ելնելու պատիվա Տիրոջից ձեզ ծառայելու Աստծո խոսքով։ Փառք մեր Աստծուն, այսօր տոնում ենք ծաղկազարդ, անկեղծ ասած ես ստեղ իմացա, այնքան զբաղված ենք տարբեր բաներով, որ մոռացել ենք կամ ուշադիր չէինք եղել, ծաղկազարդը իրապես տոնը, որ Տերը որոշեց էշի վրա նստած Երուսաղեմ մտնի։ Ձի չուզեց, զորք չուզեց, զենքեր չուզեց, մի հատ էշ ուզեց։ Հալելույա։ Եվ երբ որ մտնում էր, մենք շատ ենք քարոզե ասել, որ ամբոխները գոռացին, Մուշեղ աղբերը նոր ասեց, ամբոխները գոռում էին, օրհնյալ ես, մի երկու օրից էլ գոռում էին, մերի, խաչեք դրան։ Բայց գիտես, նաև այդ ամբոխների մեջ ուզում եմ ասեմ քեզ, որ կային որոշակի հատուկ մարդիկ, որ իրանք ամբողջ չէին, իրանք անհատ էին։ Նրանք այդ ժամանակ գոռում էին, օրհնյալ ես, խաչելուց էլ լացում էին։ Ամեն։ Ու գիտես, Աստված բոլորի Աստված է, բայց անհատների Աստված ավելի յուրահատուկ ձևի է։ Նա կարող խորհուրդներ տա բոլորին, ընթացքին, ամեն ինչին, բայց քեզ առանձին հանդիպի, քո հետ առանձին խոսա։ Համաձայն ես, որ նա քո հետ առանձին խոսա։ Քանի մարդ կուզի Աստված իրապես անձնապես բան ասի իրան։ Ձեռքդ բարձրացա, թող Տերը տեսնի։ Տերս ձեռքերը քեզ է բարձրացած եւ դու պիտի պատասխանես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մեր Տերը օրհնյալ է, փառք իրան։ Այսօր ինչ որ ուզում եմ կիսվենք իրար հետ մի կարճ խոսքից, ոչ մի նոր բան չունեմ, նոր բան չկա արեգակի տակ, նոր խոսք էլ չկա, այն խոսքը որ կար, դա միշտ կար, Աստծո խոսքն ասում է, ինչ որ դեռ պիտի լինի, դա արդեն եղած էր, ամեն բան ուղղակի մենք ապրում ենք ու անցնում ենք այս ընթացքը, մենք էլ ենք այս ընթացքի մեջ որոշում ով ենք մենք, ինչա Քրիստոսը անում մեր կյանքում ու մենք կարանք իրապես մեր կյանքում շատ բաներ, շատ ուղղություններ տալ, փոխել, ծռել, դզել ու շատ բաներ անել։ Թող ամեն մարդու ընթացքը Քրիստոսով ուղղված լինի դեպի երկինք։ Ասա ամեն։ Փառք Տիրոջը։ Այսօրվա խոսքը սենց է գաղտնի տեղ։ Գաղտնի տեղ, հենց ամենասկզբից ասեմ, որ այս գաղտնի տեղը երևի կմտածես, այս ինչ տեղի մասին է խոսալու, ուզում եմ ասեմ, որ այդ գաղտնի տեղը քո մեջ է, դու ես։ Ամեն։ Դրանից առավել գաղտնիք բան չկա։ Գիտես խի այդ տեղը գաղտնի կոչվում, այդ տեղը գաղտնի է կոչվում, որովհետև այդտեղ կարաք մուտք ունենաք դու Աստված։ Այդտեղ սատանան ոչ մեկ մուտք չունի։ Աստծո մարդիկ։ Մի քիչ այսօր կանցնենք մի քանի տեղերով, մի քանի բաներ կնայենք, այդ գաղտնի տեղը իրապես Աստծուց սահմանված է։ Աստված բնակվում է ամեն մարդու մեջ, անկախ կրոնից, ռասայից, սեռից, տարիքից, ամեն մարդու մեջ, որովհետև դա իր ստեղծագործությունն է, իր պատկերն ու նմանությունն է եւ ինքը գիտի ինքը այդ մարդու մեջ է։ Ուղղակի ինչպես Տերը ասում է, ես կանգնած եմ, դուռը թակում եմ։ Այստեղ նա դուռը թակում է միշտ։ Գիտես, ես հավատում եմ, որ Տիրոջ թակոցը մեր կյանքում չի վերջանում։ Գլխավոր թակոցը, որ երբ մի օր բացենք ու ասենք Տեր Հիսուս արի, ես իմ կյանքը հանձնում եմ քեզ։ Շատ կարևոր ու հեղափոխական իրավիճակ է մեր կյանքում, բայց նաև գլխավորը, կապակաս գլխավոր չի, երբ որ մեր ընթացիկ կյանքում մենք անդադար այդ թակոցը լսում ենք եւ ավելի ենք բոլոր դռները մեր սրտի Հիսուսին տալի։ Գիտեք, մեր սիրտը ունի ինչպես մի մեծ տուն ունի գլխավոր մուտք, նաև հետո ունի շատ մանր բաժիններ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ու ուզում եմ ասեմ, որ այս գաղտնի տեղը մենք կարիք ունենք Աստծուն հանդիպելու։ Փառք Հիսուսին։ Հռոմեացի 8:16, մենք մի քանի համարներ կկարդանք։ Հռոմեացի 8:16, Հռոմեացի 8-րդ գլուխը ամբողջը մարմնավոր ու հոգևորի մասին է, բայց մենք մի քանի համարներ ենք նայելու։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք։
Այսինքն պահն է, երբ որ մենք Հիսուսին ընդունում ենք, այս ներսը բացվում է Տիրոջ առաջ եւ Տիրոջ հոգին գալի ու բնակվում է այստեղ։ Գիտես, մի քիչ կոպիտ է, մի քիչ դաժան է, բայց ինչ անենք, որ Աստծո խոսքը ասում է, մենք էլ հնազանդվում ենք Աստծո խոսքին, մենք էլ ենք կոպիտ ելնում, այսինքն երբ Քրիստոսը չի եկել, մենք մեռած ենք։ Պողոս ասում է Եփեսացիս 2-րդ գլուխ, երբ որ դուք մեռած եք ձեր մեղքերի հանցան, գիտես մարդը ապրում է, շնչում է, վայելում է, ուտում է, խմում է, աշխատում է, բայց մեռած է։ Սա Աստվածաշունչի տարօրինակ գիրք է, չէ՞։ Մարդը մեռած է։ Բայց երբ որ Հիսուսին իրապես ճանաչելով, գիտեք Հիսուսին իրապես ճանաչելը որն է, ոչ թե որ եկել ես առաջ ապաշխարության աղոտ կրկնել ես։ Իրական ապաշխարությունը է սա, որ ես ու դու մեր կյանքում մի պահ խորապես զգացել ենք, որ իմ մեղքերը Հիսուսին ցավացնում է։ Որ իրապես ես զղջում եմ Տեր, որ ես սուտ եմ խոսացել։ Ես զղջում եմ, որ ես այս վատ բաներն եմ արել։ Ապաշխարությունն է, որ խաչի մոտ իրապես զգում ենք, որ այդ ամեն իմ տառապանքները, իմ արածի պատասխանատվությունը խաչի վրա ինքը կրել է։ Եվ այդ ժամանակ սկսում ենք մենք կենթանանալ, հարություն առնել։ Մեր կյանքը չի սկսում այն ժամանակ, որ ծնվել ենք։ Գիտես, մենք ծնվել ենք, այո, մեր մորից, մեր ծնողները իրար մոտ եկան, մի օր որոշեցին ամուսնանան ու մենք գոյացանք, մի օր մենք ծնվեցինք, կներես, ծնվել ենք, բայց մեռած էինք։ Մենք սկսեցինք ապրել, երբ Սուրբ Հոգին եկավ մեր հոգու մեջ։ Ամեն։ Ու գիտես Աստծո խոսքը ինչ է ասում։ Աստծո խոսքը շատ բաներ է ասում մարմնավորի ու հոգևորի մասին, բայց այսօր ուզում եմ sense մի պարզ պատգամ ասեմ ինձ ու քեզ, գաղտնի տեղ սա քո հոգու մեջ է, որ դու այնտեղ պիտի Սուրբ Հոգուն հանդիպես։ Քանի մարդ է իր հոգու մեջ Տիրոջ ձայնը լսե, իրական որ Աստված խոսեց իմ հետ։ Ուզում եմ ես քեզ մի հատ հիշացնեմ այդ օրերը, քո կյանքի այդ նշանավոր օրերը, որ իրապես դու լսել ես Աստված քեզ բան ասեց։ Օրինակ ես Տիրոջ առաջ էի ահագին, Աստված ինձ ինչ որ բառացիորեն բան չի ասել, բայց ես զգում էի Տիրոջ գործողությունը իմ ներսը։ Ու ես անկախ ինձ այնց ումտենում ես, մեր Տերը գործ անում այսօր մեջս։ Հա ինչ անում։ Սաղին առաջին հետաքրքիր ինչ կա մեջը, չէ՞։ Չգիտեմ, բայց գործ անում։ Ուզում եմ քեզ հիշեցնեմ այդ օրը, երբ որ Տերը քո հետ խոսացած է ու մի բան առած է իրանից, դու հիշի դու ինչքան փխրուն ես։ Դու ինչքան բարի ես։ Դու ինչքան ողորմած ես, ինչ ներող ես բոլորին։ Դու հիշում ես այն քեզ ցավացածին, ուզում ես թաս մի հատ գրկես գաս։ Հոգուցդ սենց ուղակի հորդումա, գիտես ինչ, ողորմություն։ Բայց արի ասենք, որ մենք ամեն օրը տես չենք։ Մեկ էլ մենք գրգռված ենք, նյարդայնացած ենք, մեկի մի արարքը մեզ կջղայնացնի, մի բան մեզ վռած կբարկացնի, մեկ էլ սկսում ենք բա ու գնաց, բախի ես իսենց, բախի են ինենց, ինչի ինքը ես չէ, խի ես ինքը չէ, ու այնքան շատ է այս բաները։ Փառք Հիսուսին 8:14-ն էլ եկեք կարդանք, որովհետև որոնք որ Հռոմեացիների 8:14-ը, որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք են Աստծո որդիք։ Որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք են Աստծո որդիք։ Գիտես, շատ պարզ է այս խոսքը հոգով վարվել։ Մի ուրիշ թարգմանություն ասում է նրանք, ովքեր հոգով կառաջնորդվեն։ Աստծո հոգով առաջնորդվելը ստանդարտներից դուրս կյանք է։ Աստծո մարդիկ իրապես Աստծո հոգով վարվելը դու տարօրինակ ես դառնում, քեզ կհակառակվեն, քեզ չեն լսի, քո հետ համաձայն չեն լինի երբեմն, բայց գիտես քեզ ինչ է տրված, խոնարհությամբ, խաղաղությամբ գնա առաջ, որովհետև քո մեջի խոսացողը իր ժամանակին ինքը ապացուցում ամեն բան, ամեն, Հիսուսին էլ էի խաչի վրա ասում, ես մեղքին, կարաս քեզ ազատի, սաղին ազատից, ինչ մեղ կա, ես թարգմանությունները որ բացեք, այտենց է գրված այդ բառերը։ Ինչ մեղ կա, սաղին ազատեց իրան չիկ, ասում է սուլում էին նրա վրա, հայհոյում էին, ինչ ասես անում էին, դե կարաս ինչի հավատանք, որ Աստծո որդին ես, այդ 3.5 տարի չտեսար, որ հավատայիք, Հիսուս ասում էր, եթե ինձ չեք հավատում, իմ գործերին հավատացեք, այդ 3.5 տարի տեսել եք ինչ եմ արել, նույնժելի այդ վերջի այդ մի քանի ժամներ որոշում Աստծո որդին է թե չէ, բայց գիտես կրիծիկ անող մարդիկ 3 տարի կկարան պատճառաբանել, վերջում էլ պատճառաբանել ու տենց էլ չհավատան Աստծուն։ Բայց Աստծուն իրոք հնազանդվողները ու նրան հանդիպողները, նրանք ուրիշ ձև կապրեն, ամեն։
Սուրբ Հոգին է մեզ իրապես կյանք բերում, առանց Սուրբ Հոգու մենք մեռած ենք։ Հոգով ապրելն է, որ հաղթում է այս աշխարհին։ Արի մի կոնկրետ բան ասեմ, երբ որ մենք մեր հոգու մեջ գաղտնի տեղը Սուրբ Հոգու հետ հանդիպում չունենք, եղբայրս ու քույրս, կներես, այս խոսքը մեր համար դառնում է կրոն եւ կարելի է ու չի կարելիների շարան։ Ամբողջությամբ, երբ Աստծո հետ հանդիպում չկա, այդ ողորմությունը եւ այդ սերը նրանից առնելը չկա, մենք ամեն հարցերը մենք քննում ենք կարելի է, չի կարելի, Աստված ինչ ասում, ոնց է ասում, շատ անգամներ փորձում ենք Աստծո խոսքի մեջ, պահենք ստանդարտների մեջ, փառք Աստծուն, շատ լավ է, օրհնաբեր է, որ մենք խոսքից շատ բաներ գիտենք, բայց մենք պահում ենք տարբեր իրավիճակների մեջ, բայց գիտեք հարցը ինչն է, մենք շատ առաջ չենք գնա։ Երբ որ մենք չսովորենք իրան լսել, մենք այս իրավիճակի մեջ ոնց վարվենք, ինչա քո կամքը, ես չեմ ուզում ինչ էս ասում, որտեվ գիտես մեկ քեզ շատ կարա լարի, արագացնի, վռազացնի, առաջ գցի, երբեմն թմրեսնի, քնասնի, որը հաջողեց կանի քո կյանքում։ Ու ինքը սաղ կատարվում է մեր բանականության աշխարհում, մեր մտքի ու շնչի մեջ։ Իսկ եթե մենք հոգուց կյանքով չսնվենք, Քրիստոսի հոգուց առած կյանքով, մենք ստեղով կվարվենք ու շատ կսխալվենք, համաձայն ես իմ հետ։ Տես, մենակ հոգով տեսեք, Աստվածաշունչը Հիսուսի ինչ ասեց, Աստված հոգի է, ամեն։ Աստծո հետ եթե դու ուզում ես իրապես կապ ունենաս, դու պիտի հոգով ունենաս։ Հոգու հետ պիտի վարվես հոգով։ Մենք նոր կարդացինք, այդ հոգին է վկայություն տալիս, ոչ թե հոգին մեր մտքի խոսում է բաներ։ Հոգին է մեր հոգուն կյանք տալի։ Երբ որ հոգուց մենք կտրվում ենք, կներես մենք մեռած ենք։ Երբ մենք Սուրբ Հոգուց կտրվեցինք ապրելու նրա էությունը, նրա սրբությունը, նրա ամբողջությունը, մենք մեռած ենք։ Հոգու հետ դու պիտի հոգով վարվես։ Հոգու հետ մտքով չի աշխատում, չի գործում։ Մտքով կարաս շատ բաներ իմանաս, միտքդ կարա հոգուց եկածը քննի ես խոսքով։ Ինչի համար Աստծո ժողովուրդը պիտի իմանա ու ճանաչի իր խոսքը։ Բայց երբ որ դու հոգուց առնում ես քո հոգով, դու քննում ես դա Աստծո խոսքից է, եւ դա քեզ բերել է իրական ուրախություն եւ խաղաղություն, դա Աստված է քո հետ խոսում։ Կասես ամեն։ Գիտես ժամանակ չկա ուսումնասիրենք Սաղմոսները, Դավիթը ասում է. Տերը ինձ հետ խոսած, ես կցնծամ։ Թույլ տվեք թող Աստված իմ հետ խոսի, իմ Աստված իմ հետ խաղաղություն կխոսի։ Երբ Աստված խոսում է, ինչ է լինում, ուրախություն, խաղաղություն։ Եվ դու հագած ես Քրիստոսի արդարությունը, դու անսասան մարդ ես։ Քեզ չեն կարա հեշտ տեղից շարժեն։ Քո հավատքի մեջ, քո դավանության մեջ։ Ամեն։ Հոգու հետ շփումն է մենակ մեզ փոխում։ Տեսեք, ոնց որ խաղողի ճյուղը Հիսուս ինչ ասեց, ես որդն եմ, դուք ճյուղերը։ Քանիսդ եք տեսել թարմա խաղողի այգի։ Հովիվ Վահեն անցյալ կիրակի չէ, նախ անցյալ կիրակի այնքան լավ քարոզեց մեր մոտ, չգիտեմ ստեղ անցյալ կիրակի ինչա քարոզե։ Նույնը, հալելույա, ինչ հզոր տարավ, չէ ինքը, տեսեք, որդի մեջ ինչ կա, ճյուղի չափին, հա, ճյուղերը մեր մատի հաստության, ճյուղին ինչ որ բավարար է, որդի ամբողջությունից ճյուղին համապատասխան սնվում ու գալի հասնում է իրան։ Ամեն, հայրն էլ մշակն է։ Հիմա տեսեք, երբ մենք կպած ենք որդին, երբ իր հոգին հոսում է մեր մեջ, Սուրբ Հոգին հենց այդ հոսացող հյութն է մեջի, որդից դեպի ճյուղը, որ այդ ամեն ինչը հասցնի այնտեղ։ Երբ որ մենք կպած ենք որդին եւ մեր հոգին սնվում է Աստծո հոգուց, Աստծո խոսքով, մենք միշտ կենթանի ենք։ Մենք միշտ նոր շիվեր ենք տալի, հետո այդ շիվերը կապում են, հետո այդ շիվերը Հովիվ Վահեն լավ տարել է անցած անգամ, եթե հետա քարոզե կարիք չկա դրանից պատմեմ։ Ամեն։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պիտի հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Փորձել ես գնաս Աստծուն մտքով երկրպագես կամ երկրպագության մեջ ուզում ես մտքով Աստծուն երկրպագես։ Արի խոստովանենք չի ստացվում։ Մի րոպե, 2 րոպե, 5 րոպե դու քո միտքը կհայտնաբերես ավտոյիդ մեջ, գործի տեղը, պրոբլեմներդ, աշխատավարձդ, չգիտեմ, ավտոյիդ անիվները, պրոբլեմները, հոգսերը, ամեն ինչ։ Բայց երբ որ դու ուղակի փորձում ես կենտրոնանաս, որ հիմա պահն է Տեր, որ իրապես իմ հոգին ապրի քո հոգուց ու սնվի, եւ կպի ինձ Տեր, եւ կանչում ես նրան։ Ասեմ, մեզանից շատերը միգուցե ամեն օր են ապրում, մեզանից շատերը կարող ասեն, «Էս ինչ ես խոսում»,
Բայց ուզում եմ քեզ ասեմ, որտեղ որ լնես, շարժվի առաջ։ Եթե քո համար սա նորություն է, ես քեզ կասեմ, որ կյանքի աղբյուրը այդտեղ է, այստեղ է։ Եվ մի անգամ եկան Հիսուսի մոտ փարիսեցիները ասին, ի՞նչ ես խոսում, ուր է Աստծո արքայությունը, երբ է գալու, ասես ձեր մեջ է։ Այդ է մանեկեք արքայությունը։ Աստծո արքայությունը մեր մեջ է, ստեղից է ծնվում ամեն բան, ու մենք պիտի ստեղ հանդիպենք, որ մենք արտաքինից կարենանք իրական Տիրոջը երկրպագենք։ Աստծուն անհնար է մտքով երկրպագել, բայց ես ուզում եմ քեզ քաջալերեմ, որ մտի քո սենյակը, ժամանակ տուր Աստծու եւ սկսի բարձրաձայն իր հետ խոսալ։ Հեռախոսը չտանես հետ, որտեվ այդ ժամանակ սաղ կզանգեն քեզ։ Ու սկսի բարձրաձայն իր հետ խոսալ, Տեր, թող լռի ամեն միտք, ամեն ձայն, մարմնի ձայն, շնչի ձայն, դիվային ձայն, աշխարհի ձայն, հոգսերի ձայն։ Գիտես ինչ է խանգարում այնտեղ մեզ Աստծո վրա կենտրոնանալու աշխարհի գայթակղություններն ու ցանկությունները։ Մենք ուզում ենք։ Քանի մարդ կա ստե, որ իրական լավ բաներ է ուզում, Աստծուց ոչ մի պատասխան չկա։ Շատերս ձեռ մի բարձրացրա։ Բայց գիտես իրական Աստծուց պատասխան կա քեզ, երկրպագի հոգով Աստծուն, նա քո կարիքները քեզանից լավ գիտի։ Երբ որ դու նրան հանդիպես, նա քո այդ ծայրահեղ կարիքների վրա օրհնություն կիջացնի ու դու կիմանաս ինչ է Աստծո կամքը։ Որտեղ մենք շատ ենք ուզում ու չենք ստանում։ Գիտես կարող է հենց այդ մտավոր ապրելու մեջ է քրիստոնեությունը, որ նա չի տալի, որովհետև դու մտքով կվարվես։ Բայց հոգով վարվելուց, հոգով լսելուց իրավիճակների համար ոնց վարվես, դու միշտ իրական կլսես իրան ու առաջ կգնաս։ Կարող է ժամանակներ գա, այդքան էլ քեզ ուղիղ չկարծեն, այդքան էլ սենս չլինի, բայց Աստված եթե բանը ասե, նա իր խոսքով կապացուցի քեզ, որ նա ճիշտ է ասե քեզ։ Ամեն։ Մի հատ վկայություն եմ հիշում մի տարի ու կես առաջ, պատմեմ, կշարունակեմ։ Մենք 22 թվից սենց կրակի պես իջել է մեր մեջ, Գերմանիայում եմ ծառայում, շատերդ գիտեք, կրակի պես իջել է ու աղոթում ենք Համբուրգ քաղաքի համար։ Դա Աստված է դրել։ Այնքան Համբուրգի նման մեծ քաղաքներ կան միլիոնանոց, որի համար աղոթես, այն էլ Գերմանիայում։ Ու եկել է ու 2 տարի աղոթում ենք, որ Համբուրգում եկեղեցի բարձրանա, եկեղեցի սկսենք ունենանք։ Մեզանից 400-500 կիլոմետր հեռու է, այսի լավ ամիսը մի անգամ գնաս գաս։ Ու աղոթում ենք ու 2 տարի աղոթք ենք արել դրա համար 24 թվի հոկտեմբեր ամիսն է նենց է վարվում մեջս որ մեր Արամ աղբոր հետ էինք խոսում Արամի շատերդ գիտեք Արամը ասեց իմ մեջ էլ է վարվում ասում իմ մեջ էփել է արդեն Արամի բառապաշարը մի քիչ ուժեղ է ասում ես զանգում եմ տեղ մանգամ Արման աղբեր տո ասի ման արի այդ հանք սկսենք Մի շաբաթ հետո զանգեց մենակ զանգերով ընդամենը, չէր ես ռուսներ, ռուս խոսացող գերմանացիներ, զանգեց Արման աղբեր տեղ եմ գթե, այս օրը կամ այս օրը հարմար է։ Մենք էլ արագ-արագ իրար հետ օր որոշեցինք, դեկտեմբերի 16-ին գնում ենք Համբուրգ ծառայություն սկսենք։ Հետո մտածում ենք, հալա, այդ օրը գնացինք անք, բա հետո էլ մտածում ենք, մի ամիս հետո կեթան կամ 6 շաբաթ կամ 2 ամիս Հալա մի օր կեթաս օրհնություն կլինի, բայց դա եկեք ասենք, որ թույլ կլինի, տևական չի լինի կամ որպես սկիզբ կարա լինի, եթե Աստված առաջնորդի։ Դեկտեմբերի 16-ին օր որոշեցինք, արդեն ուզում ենք ֆլայերներ սարքենք, տարածենք, էսենեն իմ աղոթքի սենյակում եմ ու գնում եմ, գալիս եմ ուրախ, հալելույա, հոգիս ցնծում ա Տեր, վերջապես 2 տարի աղոթում ենք, այստեղ Սուրբ Հոգին ասում է, Համբուրգ չեն գնում։ Տեր Հիսուս ջան Արամը զանգել է, պայմանավորվել է։ Սկի Աստծուն փորձել ես համոզես մի բան։ Զգացել ես, որ չի համոզվում Աստված։ Ու չի էլ երկարացնում, ինչ ասեցի վերջ։ Տեր ջան, Արամը պայմանավորվել է այդ մարդկանց ներկայացել ենք եկեղեցի, ես ինչ օրը գալու ենք, մենք այս մարդիկ ենք։ Համբուրգ չեն գնում։ Տեր ջան, սենց ոնց կլինի։ Նույն վարքյանին զանգում եմ Արամին, ընդամենը 10 րոպե չի անցի, ասում եմ Արամ ջան Համբուրգ չեն գնում, ասում ոնց կլինի տենց, ասի տենց չեն գնում, բա երբ ասի, երբ Տերը ասի, հիմա չի ժամանակը, ասեց այախբեր խայտառակ էլանք, ասի դե դու ես խոսած որ դու գնա դու տես, ոնց կուզես տակից դուս արի, ասեց ինչ ասեմ, ասի ասա Տերը երբ ասի կգանք, նորից հետա զանգում այդ մարդուն ասում կներեք, մենք որոշեցինք, որ Համբուրգ չեն գալի, ես մարդը Ինչ անլուրջ տպավորություն եք թողում։ Բա ինչ ա եղել, երբ եք ուզում գաք, երբ Տերը ասի նոր գան, բա չէ կարա Տիրոջը լսեք նոր զանգեք։ Չէ,
Չի ասա, ես եմ էլ ինձ այնց ավելացնում։ Չէ, մեկ այտենց վռազն ենք մենք, լրիվ չլսած գիտես, կարող Աստված սրտիդ բան դնի, բայց հիշի դրան կա ժամանակ։ Մի վռազի կփչացնես Տիրոջ գործը։ Դե լավ չեն գնում, Տեր ջան։ Արամ ջան, կներես, ինչ անենք, Արամն էլ ընդե մի 40 հատ ներողություն խնդրեց, կգանք մի օր։ Փառք Աստծուն։ Դրանից անցավ 2 ամիս, Հովիվ Էմիլը մեր մոտ ծառայում է խոսքով, մեր Թադևոս եղբայրը եկել է մեր մոտ, Թադևոսին հենց այդ ժամանակվանից հոկտեմբեր ու սեպտեմբերից իր մեջ սկսում է եփել, Թադևոսը մեր Համբուրգի եկեղեցու պատասխանատուն է, որ մեր հետ կյանքի խոսք եկեղեցու հետ պիտի սկսի հայկական ծառայություն, ինքը մինչև այդ ծառայում էր ռուս գերմանացիների, 10 տարուց ավել։ Ու գալիս է ծառայություն, Հովիվ Էմիլի հետ առանձնանում ենք, վերջում ասես բան ունեմ ասելու ձեզ, առանձնանում ենք ու խոսում ենք, ու ասում է, որ Աստված իմ սրտին դրել է, որ ես գամ ձեր հետ ծառայեմ, ես էլ եմ ուզում կյանքի խոսքի եկեղեցի մտնեմ, ես Աստծուց ուղարկված եմ։ Որ լսեցինք ուրիշ եկեղեցու Հովիվ, չմտածեցի, որ Տերը տենց կգործի։ Լսեցինք ամեն բան, Հովիվ Էմիլի հետ աղոտ քարեցինք, օրհնեցինք, ասեցին գնա, Տերը քեզ օրհնի, ասի հենց Տերը մեր հետ էլ խոսա, մենք քեզ կկապնվենք։ Ասեց եղավ, բայց վերջում գնալուց ուժեղ վստահություններ, հաջողանելուց ինձ ասեց Տերը քո հետ կխոսա, որտեվ Տերն է ինձ ուղարկի, ասի թող խոսա, ես էլ կկապնվեմ քեզ։ Այս մասին գիտենք Հովիվ Էմիլն ունեն, ես 4-5 հոգի։ Եկել ենք տուն 3 շաբթի առավոտյան Հայկ աղբոր հետ ժամը 5-ին գործի ենք գնում, Նյուրնբերգից Արամ աղբերը զանգել այն զանգողը, կապնվող տեղ գտնողը։ Արման ջան, երազեմ տեսե, պիտի պատմեմ, մարգարեական երազներ տենում, ասի պատմի։ Աղբեր Արտուր Սիմոնյանը, դու ու ես գնացել ենք Համբուրգ հովիվոց ենք։ Ասում եմ հետո, Արտուր Սիմոնյանը կյանքի խոսքն է, Համբուրգ, մեր աղոթած տեղն, ասում եմ հետո, ասեմ հələ այդ հովիվը ով էր, անունը գիտես, չէ, անունը չգիտեմ, ասեմ հələ նկարագրի, ու ինքը բառացիորեն նկարագրում է Թադևոսին, որ մեր մոտ էր եղել։ Բառացիորեն ասում է, սիրուն, նիհար, ոչ շատ բոյով, շատ համեստ, շատ ուշադիր լսում էր, ինչ խոսում էր, վերջում կոնկրետ պատասխաններ էր տալի ու ասում էր Տերն անձի ուղարկե։ Ասի հալելույա քեզ Հիսուս ջան, այսի դու ես։ Օրվա մեջ կապնվեցի իրանց երկուսին, Արամին ու Թադևոսին վիդեոյով, ասում եմ այդ վիդեոյով ծանոթացեք իրար հետ։ Երկուսն էլ իրարից անտեղյակ չգիտեն ինչ ա եղել, ասում եմ Արամ ջան, մատ երազդ պատմի, թող մեր եղբայրը լսի։ Ու ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, տեսանք, այս երազը տեսանք, հաստատվեցինք, ինքն էլ խաղաղությունով իր բոլոր ծառայություններից իրան արձակեցին ու եկավ մեր մեջ, մենք էլ օրհնեցինք, Հովիվ Էմիլի հետ ընդեղ եղել ենք ամառը, մկրտություն են կարել, օրը օրին եկեղեցին Համբուրգում աճում ու շատանում այ։ Եկեք մա Տիրոջը բարձր ծափարենք։ Փառք քեզ Հիսուս ջան։ Օրհնյալ է Տերը, գիտես ամեն ինչի մեջ, երբ որ մեր ժամանակը մենք թողում ենք ու մենք իրան ենք սպասում, անպայման նա չի ուշանալու, մեզ կարող է թվա երբեմն ուշացավ։ Իրականում գիտեմ ինչքան շատ հարցեր ունենք մեր կյանքում, շատերին մոտիկից ծանոթ են, որ մենք կմտածենք, ասենք Տեր դու պիտի եկած ելնեիր արդեն, Մարթայի ու Մարիամի պես Տեր դու պիտի եկած ելնեիր արդեն։ Բայց գիտեք ինչն է օրհնությունը, որ Մարթան ու Մարիայի տարբերությունը իրանց ինչն էր, բառացիորեն իրանք երկուսն էլ նույն բանը ասեցին Հիսուսին։ Ինչ ասեցին, եթե շուտ գայր իմ աղբերը չէր մեռնի, չէ՞։ Բայց իրանց տարբերությունը ինչն էր, Մարթան լավ ծառայող էր, Մարիամն էլ լավ լսող էր։ Բայց իրանց տարբերությունը մի բան էր Հիսուսի հետ խոսալուց, Մարթան ճակատ Հիսուսի հետ խոսում էր, այնքան որ Հիսուսը համոզում էր, որ հավատ գա իր մեջ, որ հավատը Աստծո փառքը կտնես, բայց երբ որ Մարիամը եկավ, ընկավ Հիսուսի ոտերը։ Ու էլի նույն բանը ասեց, բայց Մարիամի ասելուց հետո գիտեք Տերը ինչ ասեց, էլ ոչ մի բան չխոսած Մարիամի հետ, այս ուր դրիկ գնացինք հարություն տալու։ Գիտես, երբ որ մենք հոգով գիտենք Հիսուսի ոտքերի մոտ նրան երկրպագել, կարող է դու նույն աղոթքը անես, ոնց որ անում է այն մեկը, այն մյուսը, բայց քո աղոթքը պատասխանվի նրանը չէ։ Մենք կարանք նույն ձևի շարժվենք, նույն ձևի վարվենք, նույն ձևի գործենք, մեկինը պատասխանվում է, մեկը չէ։ Ու գիտես ցավալին ինչա, որ մարդիկ ավելի գրգռում են, խի պիտի ինքը սենցելներ, ես չէ։ Ինչի պիտի ինքը հաջողեր, հլես ու գիտեք ինչքան շատ այդ ասելու բաները։ Աստծո մարդիկ, Աստծուն երկրպագենք հոգով։ Թող քո հոգին Սուրբ Հոգուց սնվի, քաշի,
ապրի Սուրբ Հոգուն, խնդրի Տիրոջ, ասա Տեր, մինչև չգաս դուրս չեմ գա իմ սենյակից։ Հավատա, դու դրանից ավելի կարևոր բան չունես։ Գիտեք մեր խնդիրը ինչն է, որ մենք չենք ապրում, որովհետև մենք շատ ենք զբաղված այս Եվրոպայի մեջ։ Մենք այնքան բան ունենք անելու, մեր ախենդաները նայեք, դուք տեսեք ձեր գործը, ձեր ասպրակները, ձեր հանդիպումները, ծառայություններն էլ հետը, ընդ հազիվ մնում է ժամանակ դու քնես։ 3 ժամ։ Հալելույա։ Բայց երբ որ այդ ախենտան մեկ-մեկ մի հատ ծալում դնում ես այն կողմ, այդում ես ասում ես մինչև չխոսաս հետս, մինչև չհանդիպես։ Գիտես, մի սպասի, դու մի բան ասեմ, դու մի չափորոշիչներ դիր, որ նա պիտի հիմա իմ հետ խոսա կամ հիմա այս բանը պիտի, դու գնա ուղակի խոնար, նրա ոտերի մոտ սպասի։ Գիտես նա որ խոսա ինչ կլինի, ինչ ասես կարող լինի։ Առաջի բան, կուրախանաս, խաղաղվես, ճնշումները կգնան քեզանից, գլուխդ չի ցավա, աչքերիդ լուսավորությունը, տեսողությունը կուժեղանա, հաստատ բան եմ ասում։ Մարմինդ կբժշկվի, այո, ֆիզիկապես կբժշկվես, խաղաղություն կգա ներսդ, ուրախություն կունենաս, այդտեղից դու հանդարտ դուրս կգաս, դու կզգաս, որ Տերը տեղ ասում է, ախր դու մուշեղին պիտի շատ սիրես, հա, ես էլ գիտեմ Տեր, բայց ես իմ տենց էր ստացվել էլի, կսիրեմ Տեր ջան, ընդեից արդեն ուրիշ ձևով ես դուրս գալի, երբ որ նա գալիս է, ինչ ասես կարա լինի, ու այդ շփումից է մենակ, որ մենք նմանվում ենք Հիսուսին, չկա ուրիշ ճանապարհ, չկա ուրիշ ճանապարհ։ Կարդա ամբողջ խոսքը, անգիր արա, իմացի, քարոզները լսի, ծառայություններին մասնակցի, մարդիկ կան առավոտից իրիկուն քարոզ են լսում, գիտես շատ լավ է լավ քարոզիչների լսել, հետևելը, օրվա մեջ մի հատ կամ ժամանակները մեկ մի հատ, ամեն մարդ ինքը իր ընթացքի մեջ կիմանա ինքը ինչքան քարոզ լսելու կարիք ունի, բայց գիտես երբեմն իրանք դառնում են ամենադառնացած ու ամենագրգռված մարդիկ, որ անդադար, գիտես, անդադար Անդրանիկ ինձ պատմում է Հիսուսի մասին։ Անդադար Անդրանիկը քարոզում է, ես իր քարոզներն եմ լսում ու Հիսուսի մասին եմ իմանում։ Շատ լավ է, օրհնություն կա, խաղաղություն բան կա, բայց վաղը ես խնդրի մեջ եմ, Անդրանիկը գործի է իր անելիքներին է։ Քարոզ միացնում եմ, չի օգնում, խի որովհետև հիմա ժամանակն է ստեղից զորություն դուրս գա։ Ժամանակն է ստեղից իրականում օծությունը լինի կանգնելու ու անցնելու այս ճանապարհը, ինչով որ անցնում ենք մենք։ Մենակ հոգով Քրիստոսին հանդիպածները կլինեն ու գիտես Հիսուսը ումա ճանաչում, Հիսուսը ճանաչում է նրանց, ում մեջ որ իր հոգին հոսացել է ու իր պատկերը դրել է, նայում է ու իրան տենում, ասում է ճանաչում եմ, ոչ չէ։ Խի ասում վերջում շատերին չեմ ճանաչի, կներեք Հիսուսը ում չի ճանաչում, որ մեկից Հիսուսը չի ճանաչում։ Էն էլ ոնց է ճանաչում, ինձանից ու քեզանից լավ է ճանաչում ինձ ու քեզ։ Բայց ասում եմ վերջում կասեմ չեմ ճանաչի, որովհետև այդ նմանությունը չթողեցիր։ Գիտես մենք շատ անգամ այնքան զբաղված ենք, որ մենք մոռացել ենք էլ, որ մենք պիտի փոխվենք, որ կարիք ունենք մեր փոխվելու։ Իրականում ախր այնքան շատ են օրինակներ, լավ եկեք գնանք մի 10 կույսերի առակին, ով գիտի 10 կույսերի առակը։ 5-ը հիմար էին, 5-ը իմաստուն։ Գիտես են հիմարներին, Աստվածաշունչն է իրանց հիմար ասում, նրանք իրանց ծառայության ու ընթացքի մեջ ամեն ինչ գիտեին։ Այսօր այդ փակագծերը մի քիչ կբացենք, էլի, այդ հիմարների։ Գիտես նրանք այնքան լավ գիտեին սաղ, Մարթայի պես սաղ գիտեին, իրանց ոչ մեկ չէր կարա բան քարոզել։ Ինչ խոսած ինքը գիտի սաղ, ամեն ինչ գիտի։ Իրանք այնքան լավ գիտեին, որ իրանք արդեն հաշվարկել էին իրանց ինչքան յուղապետ մինչև Տերը գա։ Բայց ասում է փեսան ուշացավ։ Սրանք մարդիկ են, որ շատ անգամ ուղակի կարան միշտ կրիծիկներ անեն, բայց իրանք չփոխվեն։ Չեղքի եմ ես մեղավոր, Մկրտիչն է մեղավոր։ Բայց գիտես են մարդիկ, որ իրական յուղ ունեին իրանց կյանքում, Աստված իրանց իմաստուն անվանեց, ով էին իրանք, որտեղից այդ յուղը տառապանքների մեջ խոնարհվելուց ու անձը կոտրելուց ու փոխելուց, եսը ջարդելուց այդ մարդիկ էին։ Ամեն, Դավիթը ասում է, թող արդարը խրատի ինձ, արդարի խրատը յուղ է իմ գլխին։ Խրատ լսելուց է յուղը գալի։ Այն մարդուն ում վստահում ես քո կյանքում, որ իրապես իր խոսքը կպել է քեզ, փոխել է քեզ։
Իսկ այն 5 հիմարներ իրանք ամեն բան լավ գիտեին, իրանք այնքան լավ գիտեին, որ իրանք այդ վերջի պայլը ասում են, մեզ յուղ տվեք, դուք տվեք, իրանք գիտեին ամեն ինչ իրանք հաշվարկի մեջ իրանք կառավարեին ու իրանք մեծապես սխալված էին։ Դրանք այն մարդիկ են, որ իրապես չեն ուզում փոխվեն։ Կներես այն մարդիկ, որ ասում են ես չեմ փոխվի, իրանք Աստծո թշնամի են։ Այն մարդիկ, որ չեն ուզում փոխվեն, գիտեք ով չի փոխվում։ Դևերը ու սատանան չեն փոխվում։ Ամբողջ Աստվածաշունչը նոր կտակարանի մասին եմ խոսում, հեղված սկզբից մինչև վերջ, փոխվեք ժողովուրդ, նոր մարդ, հները անցան, ամեն բան նոր եղավ, փառքից փառք, հավատքից հավատք, զորությունից զորություն, արդարի ճանապարհը ծագող լույսի պես է, ավելի կլուսավորվի, ավելի կբացվի։ Եթե մարդ չի ուզում փոխվի, նա իրապես Աստծո թշնամի է։ Դու կարաս ես կարամ ամեն խոսքի իմանամ, ամեն կրթված ելնեմ, դպրոցներ սովորեմ, ամեն բան իմանամ, բայց չուզենամ փոխվեմ, ես կդառնամ կրթված Աստծո թշնամի։ Ու ամեն իրավիճակների մեջ ես միշտ գրիծիկներ կանեմ, ես իմ արդարությունը կբարձրացնեմ, ամեն քարոզի մեջ կասեմ, չէ, մի բան ճիշտ չի քարոզեմ, մի րոպե, այստեղ այս բան ինքը բացա թողե։ Դու գիտեք, որ կարելի է գրիծիկ անելով ամեն քարոզին էլ կպնել, ամեն խոսացածին էլ կպնել։ Բայց հոգուց ծնված եկածը, բայց հոգով ապրած խոսքը, երկնքից իջած հացը, հենց հոգով էլ վերցողները կվերցեն, կուտեն ու կկշտանան։ Ամեն։ Օրհնյալ է մեր Տերը։ Փառք իրան։ Երբ որ մենք Հիսուսին հանդիպում ենք ու սկսում ենք նրան նմանվել, գիտես, մենք իրապես փոխվում ենք ու ոչ միայն մենք, այլ նաև մենք պետք ենք գալի մեր կողքը շատերին, որովհետև իրապես շատ կարիքը կա Հիսուսին հանդիպած մարդկանց։ Բայց եթե մենք չենք փոխվում, մենք կամաց կսկսենք վնասել։ Ու Աստծո արքայությունը այնքան պարզ է, Հիսուսը ասում է, ով իմ հետ չի հավաքում, ինքը ցրվում է։ Կամ իմ արքայության գործը անում ես, կամ խանգարում ես։ Չկա մեջտեղ։ Դե ես մի քանի ամիսա լավ չեմ, դե մի 6 ամիսա մի տարիա, չգիտեմ ինչ է կատարվում իմ հետ, ոտի կանգնի, ամեն ինչ լավ է։ Առանձնացի Հիսուսի հետ, կանչի իրան, նա սպասում է, հենց Քրիստոսի խաչը, որ եկող շաբաթ զատի կտոնենք, հենց դրա համար էր այդ խաչի վրի մահը, որ գիտեք ես 5 կտակարանի օրենքներն ու կանոնների շարքը, 5 կտակարանի գլխավոր խորհուրդները, գիտեք ինչ էր գալի, Հիսուսը կարճ անվանեց, աշկի տեղ աշկ ատամ, մի տեղ ատամ։ Այսինքն ինչ, սա արտաքին երևույթներ է, դրսի երևույթ, դրսի արարք, դրսում ամեն մարդ թող իր արածի համապատասխանը ստանա, բայց Քրիստոսի խաչը ու արյունը խորհրդանշում է խորապես հոգում հանդիպում Աստծո հետ եւ ապրել Աստծո պես։ Իրապես Աստծուց սնվել, ամեն։ Մեր հոգին այն գաղտնի տեղն է, որտեղ պիտի հանդիպենք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին մեզ նախանձով սպասում այնտեղ, ասա ամեն։ Աստվածաշունչը ասում է նախանձով հոգին փափագելով փափագում է, որ ձեզ հանդիպի, որ ինչ անի, որ քեզ տա Քրիստոսից բաներ, կվերցնես դու, սա քեզանից երբեմն կպահանջվի ջանք, երբեմն կպահանջվի ժամեր, որ առանձնանաս ամեն բան մի կողմ դնես եւ ասես ոչ մի բան, մենակ քեզ եմ ուզում հիմա, ուզում եմ, որ դու գաս Տեր, եւ ուզում եմ, որ դու հայտնվես, ուզում եմ խոսաս, ուզում եմ դու կառավարես, ուզում եմ դու տիրես, ու լեզուներով աղոթենք, ժողովուրդ, անկեղծ եմ ասում ձեզ, հենց որ փակ է, հենց որ չի ստացվում։ Գիտեք խի շատ անգամ երկար լեզուներով չենք աղոթում։ Մեր միտքը անպտուղ է, միտքը շատ զբաղված է։ 2-3 րոպե լեզուներով աղոթում ես, դրանից ավել չի եթում, միտքը ձանձրանում է, հոգնաստում է քեզ, մտածում ես ուրիշ բաներ թողում ես։ Աստծո խոսքը ասում է աղոթք անենք հոգով, աղոթք անենք մտքով էլ։ Սաղմոս ասենք հոգով, սաղմոս ասենք մտքով էլ։ Երբ որ դու հոգով սկսում ես արձակել թիլամասեմ, բարալոմ, բաբաբասե, ու դրա հետ կարող է դու սկսես երգել լեզուներով, ես անում եմ հաճախ, դու էլ արա, եւ միտքդ էլ մնում է, ես օրհնում եմ քեզ, գոհություն քեզ, երբ սրանք զուգահեռ քայլում են, անհնար է ճեղքում չգա։ Փորձի 15 րոպե պահես, անհնար է ճեղքում չգա։ Սա իրապես բանալի է, լեզուներով աղոթքը բանալի է։ Քանիստ եք աղոթում լեզուներով։ Հալելույա, փառք Աստծուն, շարունակեք, ով չի աղոթում, թող այսօր աղոթի։ Զորավոր ամեն, մի վկայություն էլ հիշեցի, վկայեմ շարունակենք։ Մեր երիտասարդներից մեկը
երիտասարդ աղջիկ 21-22 տարեկան Մարին շատ դժվար լեզուներով մկրտվեց։ Լեզուներով աղոթք արեց։ Երևի մի 10-15 անգամ իր համար աղոթք են արել, որ մկրտվի։ Դե չի գալի էլի արմա եղբայր, ասում գալու է Հիսուսի անունով։ Շատերը կարող ասեն, դե Պողոսը ասում ասեն, ծնես պարտադիր չի սա խոսան, էս անեն։ Ես զգում եմ, որ եթե մեկը պիտի չխոսա, մենք կզգանք ինքը չի խոսա։ Բայց եթե ես հղումը անդադար կա, որ դու պիտի խոսաս, ուրեմն պիտի խոսաս։ Ամեն։ Չհանձնվես։ Ասում եմ դու պիտի խոսաս, ոչինչ, մյուս անգամ ճամբարում կաղոթենք, եկեղեցում կաղոթենք, աղոթքաժողովին կաղոթենք։ Մի 10 անգամ աղոթեցինք, մինչև ինքը սկսեց աղոթել։ Ու շատ դժվար։ Երկու բառը, տո հերիքա է, թլետ երկուսն ասա։ Յանի երկուսն ասում ես մի անգամից ինչ ես զում։ Շատ անգամ ստեղ է խնդրեմը, որ լեզուներով չենք աղոթում։ Որտեղ մենք նստում սպասում ենք, թող Աստված խոսա իմ մեջից։ Ոչ դու պիտի խմես։ Դու պիտի արձակես։ Ու կստացվի։ Եվ այս մեր քույրը, այս մեր երիտասարդ քույրը լեզուներով աղոթելով մկրտվել է ու մի 2 ամիս առաջ իրան հենց ինքը ապաշխարեց գործից հանին, տես լավ էր, տես պտիլներ։ Ես գիտեի որ ամտի գործից հանեին, իրան էլ ասել էի որ քեզ գործից հանելու են, բայց խի ասի դե տենց նես բանվորի գործել չէր անում էլի, եկեղեցու մի մեծ կներեք հիվանդանոցի նարկոս տվող անաստազիստ ու իրան առանց պատճառի միանգամից գործից հանում էին, որտեվ չգիտեմ խի, չհարցնես խի, ես գիտեի որ հիմա ինքը պիտի չաշխատի, մինչև հիմա չի աշխատում։ Ու էլի միտեղ գնացել է սոլիսիտացիայի մի 2 ամիս առաջ, էլ իրան մերժել են, ոչ մի թերություն չկա իրա, ինչ են ասում այդ պատմության մեջ։ Ոչ մի խնդիր չկա, ոչ մի սխալ չի արել ինքը իր գործողության մեջ։ Սաղ տեղերը լավ բաներ ա գրած։ Ասում եմ, ուզում ես մի գնա, որտեվ ժամանակը չի, քո գործն ա գալու քեզ գտնի։ Աստծո խոսքն ասում է, օրհնությունները կգան կգտնեն քեզ, եթե դու իր մեջ մնաս, դու ման մի արի։ Ու ինքը հետ գալուց ավտոբուսի մեջ լեզուներով աղոթում է, մեջում ասում է, զգում եմ, որ բարձր աղոթեմ, բայց խի բարձր աղոթեմ, ասում է, լավ, սկսա մի քիչ մի թեթև բարձր խոսալ, կողքս էլ մի հատ կին ա նստած, չալմայով, գլխաշորով, ու ասում է, սկսեցի աղոթել, ու ասում է, նայում անձի, ասում է, զգացի, որ կենտրոնացել ա վրես, բայց ես տես բան չեմ, աղոթում եմ, ու ասում է, մեկ ետնամ աշկերից թափում ա, արցունք ա գալի, ու ասում է, ես էլ աղոթում եմ, ասում է, չդիմացա, ֆրանսիացի հասկանում եք ինչ եմ խոսում, դե ինքն է չի հասկանում ինչ ա խոսում։ Ասում ասեց, հա, խոսա, ու ասում մի քիչ էլ խոսացի, բայց էլ չեմ ուզում խոսամ, ուզում ասեմ, էս ի՞նչ ա կատարվում քո հետ։ Ու ասում ասեցի, ինչ եմ խոսում, ասում ասեց, աղջիկ ջան, ես մուսուլման եմ։ Ու ես այսօր ծոմի ու աղոթքի մեջ եմ, Ալլահին խնդրում եմ, որ իմ աղոթքներին պատասխանի իմ խնդիրներին։ Ու դու ինձ պատմում ես Հիսուսից, Հիսուսը իմ հարցերի պատասխանն ա տալի։ Իմ լեզվով ես դու խոսում։ Հալելույա, ասա որ զորավոր էր, պատրաստ ես ավելի զորավոր բան լսես։ Մարին հասնում է իրանց կանգառին, ավտոբուսը կայնում է, դե լավ, դե Տերը օրհնի ձեզ, ասում է գնացեք Աստվածաշունչ կարդացեք, նոր կտակարան կարդացեք ու իջնում ավտոբուսից։ Այս տևում ընդամենը 5-7 րոպե։ Ճամբարում ենք վերջերս երիտասարդական ճամբար ունեցանք, Կիրակի առավոտյան ներքևը կանգնած ենք, այս մեր ճամբարը sense կլոր աստիճանների, մեկ էլ վերևից գոռալով գալիս է այդ աղջիկը, արմա եղբայր, ասում եմ ի՞նչ ա եղել, ասում է չես հավատա ինչ ա եղել, ասում կհավատամ, ասա։ Մի օր մեկ եկավ ասես, մի տարօրինակ բան պետք է ասեմ քեզ եղբայր ջան, աղջիկ էր, ասի, ասա, այլ տարօրինակ չի ոչի բան։ Ասեց, «Երազից քեզ եմ տեսել»։ Ասի տարօրինակ չի։ Էդ էլ լավ ուրիշ պատմություն էր։ Ու ասում եմ, ինչ ա եղել Մարի ջան, ասում արմա եղբայր, այդ աղջիկն էր զանգե, այդ մուսուլման, քրիստոնյա է դարձել։ Ասի փառք Հիսուսին, ինչ լավ է, օրհնյալ լինի մեր Տերը։ Ասի Մարի ջան, բա համարը դու ես տվել իրան, ասում է, չէ, արմա եղբայր, ամենաուժեղը տեղ է, այսօր գիշերը Երազին Հիսուսին ա տեսա, Հիսուսը եկել է ասել է, գրի այդ աղջկա հեռախոսի համարը։ Առավոտ կզանգես, իրան շնորհակալություն կհայտնես։ Ու ինքը Կիրակի առավոտ զանգել է Մարիին ճամբարում ու ասում է, որ շնորհակալ եմ, ես դարձել եմ քրիստոնյա։ Հիսուսը զանգում է հեռախոսի համարն ա տալի մարդկանց։ Փառք քեզ Տեր, օրհնյալ է քո անունը։ Սա անում է, գիտես, եկեք մի հատ պարզ բան ասեմ, լավ։ Հիմա Մարին ասենք աղոթում էր մտքի մեջ, զգում է որ պիտի բարձր աղոթի ու չի աղոթում։ Դու գիտես մենք կարանք Սուրբ Հոգուն միշտ այտենց լռեցնենք,
նեղացնենք, տրտմեցնենք, ցավացնենք, այո, տխրեցնենք։ Դու պատկերացրեք Մարինը տենց էլ սուս մնար իր մեջ, չաղոթեր ու իր կանգառը հասավ իջավ գնաց։ Հավատում եք, որ կարար տենց ելներ։ Ես ձեզ ավելին կասեմ, մեր կյանքի ավելի շատը տենց է, քան թե նենց։ Ինչ կլներ այդ կնոջը, չգիտենք, կարող է Տերը մի ուրիշին բերեր հանդիպասներ, բայց կարող է ինքը տառապացել այդ հարտուն։ Գիտեք, հոգով ապրելը շատ հզոր է։ Դու շատ տարօրինակ կարող ալնես շատերի համար։ Երբեմն չգիտեմ, ու Աստվածաշունչը ուշադիր կարդա, գիտեք, Հիսուսը հոգով ամեն մարդու պատասխան էր տալի իր հոգուն համապատասխան։ Դրա համար այսօր կարող է աթեիստները կախվեն, ասեն, «Խի Հիսուսը ասեց, երեսիդ խփեն են մի երեսդ էլ տուր, քահանայապետի ծառան խփեց, ասեց խի է սնձի խփում»։ Եթե Հիսուսն այդ պատվերը տվե շատ են, չի ասում, գիտեք ինչ, մարդիկ եթե հոգեպես իրապես ախտահարված են, հիվանդ են, Աստծո խոսքի դեմ կրիտիկ անելու, գիտես իրանք կգտնեն բաներ։ Բայց այդ չի, Աստծո խոսքը երբեք չի հակասում իրար։ Կասես ամեն։ Աստծո խոսքը կատարյալ է ու սուրբ։ Աստված գիտի ամեն իրավիճակի մեջ կատարյալ մարդու հոգու հետ խոսալ։ Ես չեմ ուզի շատ երկար գնամ, բայց կաղոթենք, ուզում եմ, որ իրապես իմանաս, որ կա գաղտնի տեղ, ու այդ գաղտնի տեղը, հայեր ջան, փողով չի, մուտքը ձրի է։ Առանձնացեք, ժամանակ տվեք Աստծուն։ Թույլ տվեք, որ իրականում, գիտես, ամենակարևոր բաներից մեկը ինչա, որ շատ անգամ Աստծուն ապրում եմ, ես իմ անձնական փորձառություն ասեմ, ինչա գալի հանգիստ։ Հանգստություն է գալի։ Գիտես, շատ անգամ ֆիզիկապես լավ հոգնած ենք, աշխատել են, գնա հանգստանալու Իսպանիա, Իտալիա, ամենաշքեղ հյուրանոցները վայելի, բայց եթե դու Տիրոջ հոգուց չհանգստանաս, կներես, եթե այստեղ չհանգստանա, եթե ստեղ քո բանականությունը խաղաղություն չունենա, աշխարհի վայելքներն ու հյուրանոցները վայելի, իրական հանգիստ չես ունենա։ Իրական հանգիստը Հիսուսը ասում էր, եկեք իմ մոտ կտամ։ Հոգնած բեռնավորվածներ, ոչ թե ֆիզիկական, այլ իրապես այստեղ մտավոր, զգացմունքային, գիտակցական, ինչքան ծանրաբեռնված ենք մենք շատ անգամ, որ Հիսուսին տեղ չկա, ժամանակ չկա։ Ու համար առաջի մեր ապրած տեղի Եվրոպայի խնդիրն է, որ մենք շատ զբաղված ենք։ Որովհետև խիչ է, լավ փող ես աշխատում, փառք Աստծուն, իսկ կարաս մի քիչ գործդ պակասացնես։ Այո, պակաս աշխատավարձ կստանաս, պակասացնես, բայց Աստծուն ծառայես։ Ինչ ես ասում, մենք մենակ ավելացնում ենք արման եղբայր։ Եկեք իրականում, գիտես, ամեն մեկի համար սանես չի, որ բոլորի մասին ինչ-որ ընդհանուր բան եմ ասում, բայց ամեն մարդու կյանքում կա ժամանակ։ Եթե քո գործը պիտի պակասի ու դու Տիրոջը փնտրես, նա կասի, որ պիտի պակասի։ Եթե դու պիտի գործդ ավելացնես, Տերը կասի գործդ ավելացրա։ Նա այնքան ճիշտ գիտի, հենց հիմա ինչի կարիք ունես դու։ Ամեն։ Եկեք ես վստահությամբ աղոթենք, խնդրեմ թող գան նվագեն փառաբանությունից ու կաղոթենք մենք իրար հետ։ Մեր Տերը օրհնյալ է, ամեն։ Գիտես, ուղղակի շատ բան կար ասելու, բայց գնացին հենց ոնց զգացի, պիտի գնանք Աստծով։ Ուզում եմ ասեմ, որ եթե մեր մեջ կան մարդիկ, որ շատ են հեռացած Աստծուց, կամ կարող է դու չես խոսում, բայց քո ներսը հիմա խոսում, ասում է, գիտես, լավ էլ փնտրել եմ, չեմ գտնում արման եղբայր։ Ես քեզ ուզում եմ ասեմ, որ պահող բաներ կան, այո, ու կարան պահեն։ Ու շատ անգամ մենք ենք իշխանություն տվել այդ բաներին, որ պահեն։ Դա կարա լինի մեղք, դա կարա լինի լարվածություն, դա կարա լինի անհանգիստ վիճակ ու շատ բաներ, աշխարհի գայթակղություններ ու տարբեր բաներ, բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, դարձի Աստծուն, Աստված կդառնա քեզ, հաստատ։ Դարձի Աստծուն ու փնտրի իր երեսը ու կհանդիպես դու իրան։ Նա փափագելով փափագում է հենց քեզ, ասա հենց ինձ։ Գիտես, ես մի երկու բան եմ գրել, ուղղակի եկեք մի երկու օրինակ նայենք, հա։ Եկեք անգամ 5 կտակարանում, մենք նոր կտակարանի շնորհքի ժամանակաշրջանում ենք ապրում, անգամ 5 կտակարանում այսօր մարդիկ կան ասում են, դե ես նենց բան եմ արել, չգիտես, չի լինում, չի ստացվում։ Լսեք, կա մի բան, եթե դու զգում ես, որ դու Աստծո կարիք ունես, դու անպայման կարաս հետ դառնաս։ Այն մարդիկ, որ արդեն սահմանները անցել են, նրանք չեն էլ մտածում երբեք հետ գալու Աստծուն։
Բայց այն մարդիկ, որ իրապես Աստծուն ուզում են դառնան, այն մարդիկ կարան դառնան հաստատ։ Օրինակ եկեք մի հատ նայենք Սամսոնի վիճակը 5 կտակարանում։ Ով գիտի Սամսոնի պատմությունը։ Սամսոնը մի հզոր ուժեղ մարդ էր, այնպես բաներ է Սամսոնի մասին գրած, որ ոնց ուզում ես մտածի չես կարա հասկանաս։ Մի հատ էշի ծնոտ չորացած ոսկորով էթա 5-600 հոգի մարդ սպանի։ Չես կարա դու հասկանաս այդ խիերը տենց։ Բայց Սամսոնը արեց այդ բաները, որտեվ օծված էր Աստծուց։ Դա կարաս հոգով հասկանաս, գիտես խի, որ Տիրոջ հոգին քո վրա գա, դու էլ կանես։ Հալելույա։ Ու Սամսոնի վիճակը նայեք, ինչ ձևի օծված էր, դեռ չծնված իր օծությունը կանչված էր իր վրա։ Ու որտեղ էր իր օծությունը։ Ամեն։ Ու Սամսոնը մի աղջկա հանդիպես, դե իր կյանքն էլ տենց դասավորվավ։ Ու տրվավ այդ աղջկան, նես տրվավ, որ ինքը լավ տենում էր, Աստվածաշունչը այնքան պարզ է նկարագրում, որ ինքը լավ տենում էր, որ այդ աղջիկը խաբում է իր օծությունը իմանա։ Ու Սամսոնը խաղ էր խաղում իր մազերի կողքը, որ մազերս կապեք, ցցերով ամրացնեք, էս անեք, հասկանում եք ինչքան էր թուլացրե այդ աղջիկը իրան։ Ու այնքան նեղեց ու ճնշեց, որ Սամսոնը պատմեց սաղ։ Այ ասեց, որ մազերս կտրեն, սենց։ Ու գիտես, դատավորած 16-17-րդ գլուխներն է, կարդատունը։ Ու ասում է Սամսոնին ինչ արեցին, իմացավ գաղտնիքը, կտրեցին մազերը, ու ասեց Սամսոն թշնամիները տեկել են, Սամսոնը ուզեց երեկվա մյուս օրվա պես հելնի ու էլ տեսավ էլ բան չի մնացել, մնացել է մենակ մարմինի իրա։ Եվ Սամսոնին կապան, առաջինը գիտեք ինչ արին, աչքերը հանեցին, կուրացրին Սամսոնին ու տարան Դագոնի տուն, Դագոնը իրանց կուրքի տունն էր, իրանց չաստծո տունն էր, իրանց Աստծո, բայց փոքրատառով, իրանց տունն էր, տարան իր տուն ու գիտեք ինչ ասում Աստվածաշունչը, եւ նա Դագոնի տունը նստած աղում էր։ Ինչ էր աղում, հաց էր աղում, ալուր էր աղում։ Այն ժամանակ փղշտացիները, որ սարսափում էին, այդ կռապաշտներին նա կոտորում ու սպանում էր, հիմա առանց աչք, առանց մազ, նստած է թշնամու տունը ու աղում է։ Սաղ Իսրայելը գիտի, խայտառակ ա եղել ամբողջ աշխարհով մեկ, թշնամիներն էլ գիտեն ու ծաղրում։ Մեծ Սամսոնի վիճակը պատմի, ես մի քարոզ կարամ Սամսոն պատմեմ մենակ։ Սամսոնի խայտառակությունը պատկերացրա, ուզում եմ ասեմ, որ գիտես մենք Սամսոնին շատ լավ իրավիճակում ենք, դարձի Աստծուն, ու Սամսոնը ու իրան ծաղրում էին ու հաց էր աղում թշնամիների համար, հասկանում ես հաց աղալ ինչ է, Աստծո ժողովրդին հաց տանք, թշնամիներին հաց տանք, ու աչք չուներ ու հաց էր աղում, ու ինչ կատարվեց, Սամսոնը աղաղակեց Աստծուն, մի հատ ընդեղ այնքան լավ համար կա, այդ համարը Աստծո ողորմությունն է խոսում, գիտեք ինչ ասում, բայց Սամսոնի մազերը սկսեցին աճել, Հալելույա։ Մի քիչ հետ պիտի եթանք, մի քանի համար հետ պիտի եթանք։ Եվ ասում է, եւ Սամսոնի մազերը սկսեցին աճել։ Գիտես, փղշտացիները այնքան հիմար էին, իրանք պիտի Սամսոնի շաբաթը մեկ թրաշ էին գլուխը։ Այդքան հիմար էին իրանք։ Եթե մազերի մեջ է, մազերը սկսում է ծլել։ Եվ մի օր Սամսոնը գիտեք պատմությունը, բերեք ապել էին մեծ սյուներից, որ ինչ անեին, Սամսոնի վրա ծիծաղային ծաղրեին ունեն սյուներից էին կապել, ու Սամսոնը ասեց թող մի հատ կրթնեմ այս սյունին իրան բերողին, դե կույր էր իրան բերել էին, կրթնեմ մի հատ զգամ էլի, զգում ես պրոբլեմդ ինչքան մեծ այդ սյունը, անհնար է չէ երևում, Հիսուսով շուռ կտասախ։ Եվ ասում ասեց, այ հիմա այն համարը, ով Տեր Եհովա, հալելույա, մեկ անգամ էլ հիշի ինձ։ Ամեն 28 համարն է կարծեմ։ Ով Տեր Եհովա, աղաչում եմ, հիշիր ինձ, հիշես թե չէ Աստված, ով աղաղակեց մեկ էլ, ով Տեր հիշի ինձ, Հիսուսի կողքը խաչի վրա, ասեց ով Տեր հիշի ինձ, գիտես Հիսուսը խաչված, սաղ ծաղրում էին, ինչ ասես ասում էին, պատասխանում էր մեկին, գրիծի կանողներին պատասխանում էր, այն կողքից որ ասում էր, դե թե դու ես դե իչի տեից, պատասխանում էր չէ, բայց անկեղծ աղաղակին Տիրոջ պատասխանը չի ուշանում, վարկյանական, այսօր իմ հետ դրախտում կլնես, Սամսոն ջան այդ անկեղծ աղաղակիդ վրա,
գալիս է զորությունը, շուրթուրեցությունները։ Հիմա այսօրվա քո անկեղծ աղոթքի վրա գալիս է Տերը շուրթուրեցությունները։ Թույլ տուր, որ իրապես հոգիդ սնվի, պարարտ մնա։ Մի խառնվի աշխարհի էժան բաներին, քուրս ու աղբերս։ Մենք կանչված չենք, լսի, անդադար պայքարի մեջ ելնելու ես մեղքի դեմ։ Մենք կանչված չենք անդադար կներես պրուժինի պես, հա, մեկ ես բրթեմ մեղքին, մեկ մեղքը ինձի բրթի։ Ու անդադար ես զսպանակի պես ես պատմության մեջ ենք, մեղքի ու պատերազմի մեջ ենք ու չենք հաղթում։ Պիտի ժամանակ առ ժամանակ դու վեր բարձրանաս։ Ու տեսնես ինչ ցածր է։ Ով էր էնի, որ այն ժամանակ ինձ տանջում էր։ Նա շատ ին ոտքերից ցածր է մնացել։ Ինքնաթիռով որ բարձանում ես, մի քիչ երևում է, մեկ էլ փոքրացան, մեկ էլ քաղաքներն են էսկար, մեկ էլ բաներ չկա։ Դու պիտի այդտենց վեր բարձրանաս Տիրոջ մեջ։ Մենք կանչված չենք անդադար մեղքի հետ պրոբլեմով, պայքարով ապրելու 20 տարի։ 20 տարիա ծխելը չի կարում թարգի Տիրոջ մեջ է։ Դե նման ու 1000 բաներ հիմա լավ ծխողներին չկպնենք։ Այնքան ներքին մտքեր ու հարցեր կան, որ պայքարում ենք։ Մենք կանչված ենք հաղթելու, երբ որ Տիրոջ հոգին հաղորդի քեզ զորություն, դու կբարձրանաս, դու կզգաս քեզանից շատ ցածր այդ խնդիրներին։ Եվ դու կտեսնես իրական հաղթանակ, դու կանչված ես հաղթելու։ Դու կանչված ես հաղթելու, եկեք ոտքի կանգնենք։